Ռուսական կողմը չմարսեց Ադրբեջանում ռուս լրագրողների նկատմամբ վերաբերմունքը։ Բաքվում տեղի ունեցածի պատասխանն անմիջապես եղավ։ Նախ ձերբակալվեց քաղաքի շուկաներից մեկի սեփականատեր Յուսիֆ Հալիլովը, իսկ ժամեր անց Եկատերինբուրգում Ուրալի դաշնային շրջանի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին։ Մինչ ռուսական կողմը ադրբեջանցիներին ցուցադրաբար կալանավորելով էր զբաղված, Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորեց Ռուսաստանի Դաշնության 4 քաղաքացու։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրանց մեղադրում են Իրանից թմրանյութեր ներկրելու եւ կիբերհանցագործություններ իրականացնելու համար։ Դրան էլ նախորդել էր Սպուտնիկ Ադրբեջան գործակալության գլխավոր խմբագրի եւ գործակալության ղեկավարին որպես գործակալներ ձերբակալելը։ 3 ձերբակալված, ապա ազատ արձակված Շահին Շիխլինսկին համարվում է Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի ղեկավարը։ Նա ձերբակալվել է իրեն պատկանող Բաքու Պլազա առևտրի կենտրոնի դռան մոտ։ Հատուկ նշանակության ուժերը նրան բառացիորեն դուրս են քաշել Գելենդվագենից, որը վարում է Շահինի որդին Մուտվալան։ Երիտասարդը նույնպես ձերբակալվել է, բայց մի քանի րոպե անց անվտանգության ուժերի կողմից ազատ է արձակվել։ Չնայած այն հանգամանքին, որ նա գրեթե վրաերթի է ենթարկել նրանցից մեկին։ Շիխլինսկին ձեռնաշղթաներով տարվել է Սվերդլովսկի մարզի Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի շենք։ Ադրբեջանցի գործարարը 2011 թվականին եղել է Ուրալի փաստաբանական պալատի փոխնախագահը, ավելի ուշ դարձել է համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի Ուրալի շրջանային խորհրդի փոխնախագահ։ Ավելի վաղ հունիսի 27-ի Ռուսաստանի անվտանգության ուժերը այլ ադրբեջանցիների էլ են ձերբակալել։ Նրանց թվում եղել էին Սաֆարով եղբայրները, որոնք ձերբակալության ընթացքում մահացել էին։ Ըստ բլոգեր Ալեքսանդր Լապշինի, նրանք հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն էին։ Շիխլինսկին հենց այս գործով էլ ձերբակալվել ու հարցաքննվել է որպես վկա։ Սվետլանա Թորոսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։